Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ, Abstract արվեստում վերնագիրը հաճախ հուշում է կամ ուղղորդում դիտողին, իսկ անվերնագիր թողելը ինչ որ իմաստով մարտահրավեր է եւ արվեստագետի եւ դիտողի համար։ Այսօր զրուցելու եմ նկարիչ աբստրակցիոնիստ Մոկո Խաչատրյանի հետ իր նոր անհատական ցուցահանդեսի առիթով, որը բացվել է օրերս նկարիչների միության ցուցասրահում։ Մոկոն այսօր մեր հյուրն է, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։ Կտավին վերնագիր չտալը հեղինակային դիրքորոշում է, թե հրաժարում բառերից, հոգուտ զգացմունքի։ Երկուսը իրար հետ։ Ես շատ են ինձ հարց տվել ցուցահանդեսի ժամանակ, թե ինչի անվերնագիր է, որտեղ մարդիկ միշտ սիրում են ինչ որ բանից հենվել։ Եվ աբստրակտ արվեստ է ու ամեն մեկը չի կարող անցալի, իրան ավելի լավա, որ երբ որ հուշվում է անունը, բայց ես հատուկ չեմ դրել անուն, որտեվ ես համարում եմ, որ աբստրակտ արվեստը սահմանափակումներ չունի։ Երբ որ դու դնում ես անուն, դու ոնց որ դիտողին ստիպում ես նայի տեսնի այն, ինչ որ դու ինքդ ես։ Դրա համար ես անվերնագիր եմ դրել ցուցահանդեսը, որ ամեն մեկը գտնի իր զգացողությունը, իր ասոցիացիաները։ Դա հատուկ արված։ Մոկո, իսկ ինչպես եք վերաբերվում օրինակ անանունին, անանուն հանդես գալուն։ Շատ հետաքրքիր, ինչքան անանուն այնքան ավելի հետաքրքիր եւ ավելի մասշտաբները մեծ են մտածելու ամեն նկարի առաջ եւ գիտես նենց հետաքրքիր է, գալիս են մարդիկ, որոնք ասենք արվեստից հեռու են, ու նենց հետաքրքիր բաներ են զգում, օրինակ երեք եկել էր մի հատ կին, սկսեց լացել։ Ասեմ ինչի եք լացնում, ես նենց էմոցիաների մեջ եմ, ինչ էր տեսնում, չկարողացավ բացատրել, բայց այդ իր հոգևոր վիճակը, նկարի կողքը ինձ շատ նենց համ հուզում է, համ հետաքրքիր է, էլի հեռվից նայել տեսնել, ինչ ասոցիացիաներ ունեն, երբ որ նկարը նայում են։ Սա նշանակում է ինչ որ իմաստով, որ յուրաքանչյուր դիտող դառնում է համահեղինակ։ Այո, անպայման։ Ոնց որ ինքն էլ է ստեղծում, ինչքան դիտող մի նկարի, այնքան ստեղծող այդ նկարը։ Եկեք խոսենք, թե ինչպես է հասունանում ցուցահանդեսը առհասարակ եւ օրինակ ինչ գործեր են ցուցադրված այստեղ։ Նա այս ցուցահանդեսը կոնկրետ սա։ Ես շատ սպոնտան ձևով եմ արել, որտեվ ես չեմ մտածել, ասենք եթե ծրագրավորում ես, որ ասենք մի տարի հետո կանես, իմ մոտ այն չի եղել։ Մի օր սենց նստած, մեկ էլ ասեցի չանեմ նկարիչների միությունում, որտեվ այդ դահլիճը շատ եմ հավանում։ Ու քանի որ շատ երկար ժամանակ անհատական ցուցահանդես տենց չի արել, ուզում էի ինքս առաջինը իմ համար մի հատ տեսնեի ընդհանուր իմ գործերը, որտեղ նկարիչին շատ կարևոր է ընդհանուր տեսնես, օրինակ հիմա ամեն անգամ երբ որ ես մտնում եմ, նայում եմ, տարբեր կողմերից եմ նայում, դու չես կարող արվեստանոցում տեսնել ամբողջը տենց տարածության մեջ։ Տենց որոշեցի մի օր անցյալ տարի, հետո պարզվեց, որ պետքա հերթագրվել, ես հենց հերու ամեն ինչից իստում էր, ես հիմա ուզում եմ մի ամիս հետո կբացեմ, տենց մի տարի սպասեցի, իսկ ընտրությունը դե մոտ 24, 25, 26 թվի վերջի գործերն էի ուզում ցուցադրել հատուկ, որտեվ շատ մեծ տարբերություն կա, ինչ ես արել եմ 12 տարի առաջ ժամանակակից արվեստի թանգարանում, դրա համար ուզում էի վերջի գործերը ցուցադրել, դրա համար ընտրությունը դա էր։ Իսկ ինչով են առանձնանում այդ թվերի գործերը ձեր կարծիքով։ Դե մարդ ընդհանրապես փոխվում է, իր մտածելակերպը փոխվում է։ Ես հիմա որ նայում եմ օրինակ 14 թվի գործերը, որոնք համարյա բոլորը սևերով էին, եթե եղել ես այդ ցուցահանդեսին, հա, իսկ հիմա չեմ եղել, բայց հիշում եմ վիզուալ այդպես ամբողջը համարյա սևեր, սև ու սպիտակ, կոչվում էր սև սպիտակ կարմիր, կարծեմ, հա, տենց էր կոչվում։ Հիմա մտավ այս ընթացքում գույնը, տարածական մտածելակերպը ավելի շատ։ Հետո գիտես նենց հետաքրքիր բան է, երբ որ նկարիչը մտածող է, ինքը իր էությամբ, ինքը անդադ ինքնափոփոխվում է, ինչ որ բացազնացել է բան է մտնում իր մեջ, ու դա խորանում է, ու դու ինքդ չես հասկանում, թե ոնց է քո արվեստը փոխվում։
Ես օրինակ հիմա որ ուզենամ հասկանամ թե ինչից հետո ուր եկա կամ ոնց է այդ գույնը մտավ մեկ էլ ես չեմ կարող ինքս բացատրություն տամ, որտեվ դա շատ անգամ ենթագիտակցորեն է լինում։ Այդ տենց թվում է կարող է եւ մեջս դա լինում է, բայց ես ուղղակի դա չեմ հասկանում ես լրիվ։ Շատ լավ։ Ձեր գործերը ես գիտեմ, որ պարզապես գույներ չեն եւ միշտ абստրակտ գործ տեսնելուց միշտ ուզում ենք հասկանալ, թե դրա հետևում ինչ կա։ Ինչ որ նարատիվ, ներքին նարատիվ կամ որևէ շարժառիթ, որը բերել է հասցրել հենց այդ գույներին, այդ էմոցիաներին։ Սա գիտես ոնց է, նախ գենետիկորեն իմ մեջ արդեն փոքր ժամանակվանից զարգացումը եղել է։ Ես абստրակցիային բավականին ուշ եմ եկել, հեսա կասեմ դա։ Տարիների ընթացքում փոփոխությունը քո մեջ կամած բերում է այդ մտածելակերպին, դա մի օրվա բան չի, մի ամսվա բան չի։ Դա քո կերպարն է, որը որ դու հիմա ասում ես ոնց է տենց լինում, դա ներքին քո կերպարն է, որը զարգացում է ապրում ամեն տարիքում եւ հետո դառնում է այն ինչ որ հիմա իմ մոտ կա։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Իսկ քանի որ ես նկարիչի ընտանիքում եմ մեծացել եւ գենետիկորեն անցել այն շատ բաներ։ Նշենք, որ մեր լավագույն նկարիչներից մեկի Ռուդոլֆ Խաչատրյանի դուստրն է։ Դրա համար երևի սենց պետքա լիներ։ Հիմա օրինակ նայի, դու ասում ես ոնց է զարգացվում, հիմա մոտն էս դատարկությունա եւ միշտ տենց լինում է, որ քեզ թվում է, վсё, եկար կանգնեցիր, էլ ինչ պետքա անես։ Ու կարող է սպառվում ես ու սենց վախ առաջանում քո մեջ, լավ, սրանից հետո ինչ ոնց որ սենց պատա, որ ասում ես ինքդ վախենում ես, կարող մեկ էլ ստոպ լինի ու էլ չկանաս։ Բայց դա ինչ որ ընթացքից հետո մեկ է հոպ մեկ է ինչ որ մի բան է գլխիդ մեջ առաջանում ու դորից սկսում ես շարունակել եւ կարող է ինչ որ ուրիշ փուլ լինի։ Այդ տենց է իմ մոտ կոնկրետ։ Տարբեր նկարիչների մոտ տարբեր ձև է, կարող է ուրիշի մոտ ուրիշ ձև է։ Իսկ ինչպես եք ընտրել հենց абստրակցիայի ճանապարհը։ Ես գիտեմ, որ շատ են այդ հարցը տվել ամեն դեպքում, քանի որ միշտ այդ պահը կա ձեր երկխոսություն տարբեր սերունդների նկարիչների միջև։ Նայ, ես абստրակցիային, ուրեմն ես 2007 թվականին եկա Երևան։ Դրանից առաջ 10 տարի չեմ նկարել, որտեվ երեխա ունեի եւ ժամանակ չկար ու մեծ վախ ունեի, որտեվ ինձ Երևանում տենց չէին ճանաչում։ Ես սկսեցի կամած, սկզբից ֆիգուրատիվ абստրակցիա էր, ֆիգուրաներ կային, ինչ որ sense կերպարներ կային։ Հիմա էլ են ասում, որ կան այդ կերպարները, չգիտեմ։ Հետո կամած 2012 թվին մի օր մոտիկացա կտավին, ես դա էլ եմ պատմել, ու զգացի, որ այդ գծերը չկան։ Ասենք ինչ որ ես գծում էի ֆիգուրատիվ, դրանք չկան։ Ես սկսեցի տեսնել միայն գույն։ Այսինքն դա ինքնաբերաբար է այդպես եղել։ Տենց եղավ, հետո էլի ինչ որ դուք նպատակ չեք ունեցել ձեր սեփական անկախ ձայնը գտնելու կամ ինչ որ ձևով ապստամբելու հայրերի հանդեպ։ Չէ, սա ամեն ինչ եղել է ոնց որ պայետապն է, էլի, դեռ տենց չի եղել, որ ես ասենք ինչ որ հատուկ ուզենամ։ Ու երբ որ արդեն այդ գծերը գնացել են, կամած ես մոտիկացել եմ էքսպրեսիվ абստրակցիայի, բայց ես հիմա որ նայում եմ եւ շատերը անդադ ինչ որ բաներ են տեսնում։ То есть, ասենք ես նույն Ռումելյան Վահանի նման կամ ասենք էլի մենք абստրակցիոնիստներ ունենք, տարբեր իր մոտ ասենք ոնց ասենք, չէ, սենց բանի նման ֆերվերկի, իմ մոտ տենց բան չկա, իմ մոտ կոնկրետ ինչ որ կտորներ են։ Ոչ թե հատուկ կերպարներ են, բայց մարդիկ դա են տեսնում, կարող է եւ կա ինչ որ կերպարային абստրակցիա։ Եթե խոսենք абստրակցիայի մասին առհասարակ ձեր գործերից դուրս, ընդհանրապես հայկական абստրակցիան տարբերվում է այլ երկրներում ստեղծված абստրակտ։ Իհարկե, օրինակ Սերան Խատլամանջանին գիտես երևի абստրակցիոնիստ, գույները նախ անպայման, ինչ որ երևի որտեվ գիտես ոնց է, հիմա ես կասեմ, այլ абստրակցիոնիստները ուրիշ երկրներ, իրանք ավելի ուրախ են, մեր абստրակցիայի մեջ կա թախիծ։ Իրանք ավելի մակերեսային են,
Ես չեմ ասում ռոտկո, չեմ ասում այդ նկարիչների մասին խոսքը, ես հիմիկվա ժամանակակից նկարիչների մասին եմ ասում։ Իսկ մեր մոտ ավելի խորություն կա, ավելի, չգիտեմ, տխրություն կա, ես տենց եմ տեսնում։ Նույնիսկ եթե գույներ կան։ Ինչ-որ տրագիկ բան կա մեր, դրամա կա մեր աբստրակցիայի մեջ, հա։ Եվ Իսկ իրանց մոտ չկա։ Նույն Արշիվ Գորկուն, որ նայես լրիվ դրամա է իմ համար։ Իմ համար, այո։ Հետաքրքիր է, ձեր գործերում կա այդ դրաման։ Իհարկե։ Ես ուրախ մարդ չեմ, տենց շատ նենց ուրախ ու իմ արվեստն էլ իհարկե ունի դա։ Եկեք process-ից խոսենք, որովհետև ընդհանրապես ստեղծագործական process-ից, քանի որ abstract արվեստում կարևոր է հենց այդ process ընթացքը, չէ, ոնց է դա արվում, շատ դեպքերում դա լինում է սպոնտան, ուղղակի լինում է եւ շատ դեպքերում մտածված, մեդիտատիվ, երկարատև աշխատանքի արդյունք է լինում։ Ձեզ մոտ ինչպես է։ Նայ, ես եթե այդ օրը չվերջացնեմ նկարը, ես պետքա առավոտից թեկուզ սկսեմ միջև իրիգունը աշխատել, ասենք թե մեծ կտավա, բայց լավ կլինի, որ վերջացնեմ, որտեվ երկրորդ օրը ես արդեն նույն ձևի չեմ տեսնում, իմ ներքինը նույնը չի, տրամադրությունը նույնը չի, եւ դրա համար կամ ես լրիվ նկարը փոխում եմ նորից, կամ արդեն ինչ որ պրոբլեմներ առաջանում իմ մոտ, որ ասենք զգում եմ, որ չեմ կարողանում շարունակել։ Դրա համար դա եւ սպոնտան է, եւ то есть սկսում եմ սպոնտան ավելի շուտ, իսկ process-ի ժամանակ իհարկե մտածում եմ, նեն չի որ ես ուղակի սենց բանի նման բան, չէ, մտածում եմ process-ի ժամանակ եւ գույնի հետ կապված, եւ ասենք ժեստերի հետ կապված դա իհարկե կա։ Ձեր արվեստում ավելի շուտ գույնը, ժեստերը, զգացմունքային տրամադրություններն են, բայց արդյոք կա այնտեղ մի բան, որը կապված է այսօրվա մարդու հետ, այսօրվա ժամանակի հետ, հասարակական խնդիրների հետ։ Իհարկե կապ ունի, բա ամեն ինչ մարդուն վրա ազդում է։ Էդ էլ դու նայ Նազելի ջան, դու չես կարա դա, հիմա ասենք ես դուս եկա փողոց, ինչ որ մի բան տեսա, դա իմ վրա ազդում է։ Ես այդ րոպեին չեմ հասկանում, որ դա իմ վրա ազդել է, բայց նկարելու ընթացքում ես դա արդեն զգում եմ, որ երևի դա է իմ վրա այդ ասոցիացիան կամ ինչ-որ բան է ազդել։ Հիմա նույն քաղաքական վիճակը, նույն ասենք դիպրեսիան, որ առաջանում է, կամ նույն ասենք անհանգստությունը, իհարկե, հիմա եթե դու իմ ցուցահանդեսի եղել ես, դու երևի կհասկանաս, որ նկարի մոտ ինչ պրոբլեմատիկ ինչ-որ բան ա եղել, դա եթե նույնիսկ գույներ են երևում եւ գույները, չնայած սևը կապ չունի, միշտ սևը թվում է որ դրամատիկա նեգատիվի հետ է ասոցացված։ Կարա դեղինն էլ նեգատիվի հետ լինի ու ավելի ներվային գույն է եւ դեղինը շատ ներվային գույն է, կարմիրը նորից պետք է նայել, հա որ գաս կնայես, չէ, սևը բացարձակ ուղղակի մեր հայերի մոտ ոչ ոք սևը տրագիկ գույն է, բայց դա հեչ տրագիկ գույն չի։ Ես շատ սիրում եմ սևը եւ եղելա որ սևով նկարել եմ շատ լավ տրամադրության տակ։ Բայց իհարկե ամեն ինչ է ազդում է։ Եվ ներվայնացնող բաներ կան շատ, որոնք ազդում են նկարելուց։ Օրինակ ես պետքա հանգիստ լինեմ, որ կարողանամ նկարեմ։ Եթե ինձ ինչ որ մի պրոբլեմ ջղայնացնում է, ես չեմ կարողանում աշխատել։ Իսկ կան նկարիչներ, որ հակառակը իրանք պետք է տենց հոգեկան վատ վիճակի մեջ լինեն, որ սկսեն աշխատել, իմ մոտ տեն չի։ Հետաքրքիր է։ Իսկ ավելի շուտ մարդիկ ինչ եք ուզում որ տեսնեն, զգան նկարներից իրենք ինչ էմոցիաներով դուրս գան ընդհանրապես սրահից։ Լսի, հետաքրքիր է, չգիտեմ։ Ինձ համար ճիշտն ասած դա մի քիչ մեկ է, որտեվ այնքան տարբեր մարդիկ են մտնում, օրինակ երեք մի հատ կիներ մտե, ասում ա, «Վայ, ինչ հետաքրքիր անենց կուզեի իմ աբոյները տան, սենց լինեին»։ Հասկանում ես, դրա համար ասեմ, որ ես ինձ ինչ հետաքրքիր է թե։ Չէ, ես կարծում եմ արվեստից հասկացող մարդկանց։ Իրանց երբ որ մոտիկանում են արվեստից հասկացող մարդիկ, այ դա հետաքրքիր է, որտեվ իրանք սկսում են հետաքրքիր հարցեր տալ։ Հազվադեպ է ճիշտ ասած դա լինում, ասեմ քեզ, տենց ասենք այս ընթացքում ամսի 20-ին էր ցուցահանդեսս, երևի մի քանի հոգի են տենց եղել, որ ինձ իսկապես հետաքրքրել է։ Ասենք պրիմիտիվ ինչ որ հարցեր կամ ինչ որ sense բաներ ինձ հոգնածրել են։
Դրա համար ինձ համար բացարձակ մեկ է, բայց ես հետևում եմ, նայում եմ իրանց, օրինակ ես քեզ մի բան ասեմ, ռուսերը շատ հետաքրքիր են նայում։ Ես այսօր արդեն այսօր էլ առավոտը գնացել եմ, իրանք շատ երկար են նայում, իրանք ուսումնասիրում են, իսկ մենք ոչ։ Դա ինչի հետ է կապված, այսինքն մենք արվեստը ընկալելու այդպես կրթություն, մշակույթ չունենք, չէ, ցավալի է, բայց ոչ։ Մեզ պետքա որ ասենք ռեալ, ասենք նատյուրմորտ լինի, պեյզաժ լինի, որ իրանք կանգնեն, ինչ հետաքրքիր է, ինչ լավ է, ինչ սիրուն է, այդ սիրուն բառը ինձ ներվայնացնում է շատ, որ ասում ինձ սիրուն է, չի կարող արվեստը սիրուն լինի, արվեստը պետքա հետաքրքիր լինի եւ ինչ որ մի մտածելու տեղ տա, հասկանում ես, իսկ եթե ուղղակի սիրուն է, դրա համար չգիտեմ։ Միջև հիմա մեր մոտ абստրակտ արվեստը սիրունությունը այդ ձեր ասած աբոյի թեմայի հետ, թեկուզ էլ այո, պաստառների թեմայի հետ։ Ցավալին է նա, որ մենք ունենք абստրակցիոնիստներ, չէ, բայց մեր քաղաքում երկրում չգիտեմ, որտեվ ես այտենց գյուղեր բաներ չեմ գնացել, մենք ունենք շատ լավ նկարիչներ, գյուղացի, որոնք գյուղից են, Հեզուն Համլետը, հա, բայց абստրակցիա դեռ չեն ընկալում, շատ քիչ մարդ, չեն ընկալում, սենց նայում ես իրանց։ Իսկ ընդհանրապես абստրակտ արվեստը քաղաքային միջավայրին է հատուկ, այնտեղ է չէ զարգացել, ծնվել, չգիտեմ, գյուղական միջավայրում բոլորովին այլ զգացում է, բայց նայ որ Համլետը ոնց դուրս եկավ, չնայած այնտեղ գյուղացիները բավականին զարմանում էին իր այդ ինքը փաստորեն բաներ չէ անում, մենակ չէր նկարում ինքը պերֆորմանսներ բաներ էր անում։ Ես կարող եմ հիշել նաև Գարիկին Կարապետյանը այստեղ։ Գարիկը, հա, Գարիկն էլ մեր Կարապետյան, ճիշտ է։ Էլի գյուղական միջավայրից։ Էլի կան երևի։ Ոնց էր այդ նկարիչանը, որ մահացավ։ Այվազ։ Կարծեմ ինքն էլ էր, չէ, գյուղից է, այտենց լավ։ Ես այտենց լավ չգիտեմ ճիշտն ասած։ Որտեւ այս ընթացքում մենակ ինչ որ մի իսկ ընդհանրապես կա տեքստ, արվեստաբանական մոտեցում, հետազոտություն, ընդհանրապես մեր այս ժամանակաշրջանի, այս շրջանի абստրակտ արվեստի մասին։ Եվ արդյոք դրա կարիքը իսկապես դուք զգում եք, որ իսկապես լավ հետազոտություն լինի։ Նայ, ուրեմն նախ ես գտնում եմ, որ նկարիչը ինքը կարա շատ լավ իր արվեստի մասին գրի, քան արվեստաբանը։ Այդ մեկ։ Երկրորդը ես էլի ասել եմ իմ ինտերվյուներում, որ արվեստի մասին պիտի գրի կամ հոգեբանը, կամ գիտնականը, օրինակ հայրիկիս մասին շատ լավ գրում էր էթնոգրաֆ Լևոն Աբրամյանը եւ գիտես իրան։ Այո։ Պապան համարում էր, որ ամենալավ ուսումնասիրում էր իր ճիշտ ուսումնասիրությունը, երբ որ գրում էր, դա Լևոն Աբրամյանն էր, բայց ինքը արվեստաբան չի։ 90% արվեստաբանների հասկանում ես իրանք ոչ թե մտնում են նկարիչի հոգու մեջ, այլ իրանք ստանդարտ ինչ որ բան ունեն, որ գրում են կոնկրետ ստանդարտ ձեռագրով։ Դրա համար արվեստաբանը, չգիտեմ, շատ հազվադեպ է, որ ես հավանել եմ, օրինակ հիմա իմ մասին Լիլիթ Սարգսյանն է գրել, գիտես, պետք է հրապարակվի, ես հավանել եմ իր գրածը, ինքը լավ է գրել իսկապես։ Այսինքն այն ինչ որ դուք անում եք, ընկալումները ճիշտ են եւ հանդիսատեսի եւ արվեստաբանական ինքը ինձ հետ սկզբից զրուցել է, հարցեր ա տվել, ես այդ հարցերին պատասխանել եմ ու ինքը այդ հարցերով գրել է։ Բայց եթե ասենք արվեստաբանը ուղակի ասենք նկարիչի հետ չի շփվում ու նայում է իր նկարները ու սկսում է գրել, նկարագրել, այո, ապրես, ես այդքան հայերեն էլ նկարագրել, դա նա չի ինչ որ պետք է էլի լինի։ Այո։ Եվ այդտեղ տուժում է։ Դրա համար ես արվեստաբան թող չնեղանան իմ ընկերները, բայց ես արվեստաբան այդքան չեմ սիրում։ Անալիտիկ պիտի լինի մտածելակերպը։ Օրինակ Արմանի մասին որ խոսացինք, Արմանի մտածելակերպը անալիտիկի մտածելակերպ է։ Արման Գրիգորյանի մասին խոսքը։ Դրա համար ես հավանում էի իրան եւ իր այդ զրուցելը եւ որտեւ ինքը մտածող էր։ Ես մտածող մարդկանց հետ ինձ ավելի տենց հետաքրքիր է։ Սովորաբար այս ցուցահանդեսը դե ինչ որ իմաստով հանրագումար է, մենք այդպես մեզ կողքից ենք տեսնում, մեզ նկատի ունեմ արվեստագետները, որը հերթական ցուցադրությունն են անում եւ այստեղ
շատ կարևոր է նաև մթնոլորտը, միջավայրը, որտեղ որ կա շատ ենք խոսում այս վերջին տարիներին մեր ուշադրությունը լրիվ շեղվել է սոցցանցային տրամադրությունները, քաղաքական վիճակը, պատմական ինչ որ իրողությունները եւ այլն։ Այդ ամեն ինչի մեջ ստեղծագործել ոչ միայն ստեղծագործել, այլ ցուցադրվել, ինչ որ այդպիսի քայլ անել դեպի հանրությունը արդեն կարծում եմ ինչ որտեղ դե հա, բայց նայ ոնց է, օրինակ ես համարյա դուրս չեմ գալիս տնից, որտեվ եթե ես դուրս եմ գալի, ինձ այդ ամեն ինչ իմա խանգարում է։ Նախ ես քեզ ասեմ, այս քանի տարիների մեջ ես զգացի, որ մակարդակը մեր ժողովրդի ավելի իջել է, դեգրադացվել է ազգը։ Ես տենց եմ նայում, որտեվ որ նայում եմ միջավայրին դուրս եմ գալիս ու հիշում եմ ինձ փոքր ժամանակ ու ինչ մարդիկ էին ինձ շրջապատում, հիմա այդ ամենը չկա, ինձ հետաքրքիր չի ու ինձ ներվայնացնող է։ Իսկ այդ ամեն ինչից դուրս ձեր արվեստային միջավայրում հիմա այդ ակտիվությունը կա, կարծես թե էլի պասիվ է։ Ամեն մեկը իր այո ոնց են ասում ռուսեն կուչկաների մեջ, չէ, մենք քիչ ենք հիմա շփվում։ Ես նույնիսկ քեզ ասեմ 10 տարի առաջ երևի ավելի շատ ենք շփվել, քան ես հիշում եմ կային քննարկումներ, ընդհանուր վեճեր, նույնիսկ ինչ որ իմաստով։ Օրինակ նայ, ես այս ցուցահանդեսը բացեցի, չէ։ Ես զարմանում եմ, որ ինձ ասենք չեն ասում, չէ, զում քննարկում անենք, հարցեր տանք, հետաքրքիր, չկա տենց բան։ Սենց բացում ես, առաջի օրը գալիս են քո ընկերները, ով ուզում է, ով չի ուզում, այդ արդեն չգիտեմ։ Ու դրանով մյուս օրը արդեն ոնց բեռած վիճակ է։ Համարյա մարդ չի գալիս։ Հասկանում ես, տենց չգիտեմ, իսկ օրինակ նույն Մոսկվայում օրերով կարող են գալ, օրերով մարդի գալիս։ Գիտես, այդտեղ արվեստը հետաքրքիր չի, դրա համար օրինակ Ռումելյան Վահանը ինձ միշտ անդադ ինձ ասում է պետք է քեզ այս ցուցահանդես բացել։ Ու ինքը ինձ ախր ում հետաքրքիր չի էս, վատ չեմ ուզում անընդհատ վատ խոսամ։ Չէ, այդ դեպքում ինչ անել, լավ, եթե պետք չէ ցուցահանդես բացել, ինչի համար ենք մենք անում։ Չգիտեմ, ինքը օրինակ ինձ այդ հարցը չի ենք նկարում։ Եթե նկարիչը ոչ մեկին պետք չի։ Ձեր վերջին ցուցահանդեսը ասացիք եղել է անցած տարի Բեյրութում, հետաքրքիր է այնտեղի ընկալումները եւ ինչպես են մարդիկ։ Ես չեմ գնացել։ Գիտենք, որ վերջին տարիներին Բեյրութում էլի այնտեղ քաղաքական վիճակը։ Գիտես, հա, բայց օրինակ դե ես Արամե ցուցասրահի հետ եմ աշխատում, Արամեն այնց ներկայացրել Բեյրութում, ես չեմ գնացել, չէի կարող գնալ։ Բայց ես որ նայում եմ վիդեոները, ֆոտոները, չէի բանը արձագանքները երևում են։ Այո, արձագանքները, նույնիսկ այդ ծանր վիճակում մարդիկ գնում էին, նայում էին, գնում էին, նույնիսկ նկար, հասկանում ես, չգիտեմ, իսկ մեր մոտ չէ, մեր մոտ, օրինակ ես հիմա ասենց մտածում, նույնիսկ ես եմ մտածում, բայց արժեր որ ես իսկան տանջվեցի։ Իսկ առհասարակ ցուցահանդեսի ժամանակ նաև լինում է վաճառք, գործերի վաճառք, եւ արդյոք կվաճառեիք ձեր գործերը։ Հա, լինում է եւ կա, այո, կա վաճառք լինում է, բայց նենց չէ ոնց կուզենայիր։ Նախ абստրակտ արվեստը ամեն մեկի բանը չի։ Իրան հետ այդ պետքա էլի կամ սիրի, կամ հասկանա։ Եվ հետո ձեր գործերը մեծ են, հա, բայց մեր մոտ նենց տներ կան Հայաստանում, որ եթե ուզենային եւ հասկանային, այդ տներում կարելի էր կախել, չէ, իրանք ավելի շուտ կգնան ինչ-որ վերնիսաժից ինչ-որ մի բան կառնեն, կտանեն, տանը կկախեն։ Տարբերությունն է շատ հաճախ չեն տենում, վերնիսաժի նկարիչա, թե ասենք նկարիչների միությանը, հասկանում ես ինչ եմ ասում։ Ցավալի բան է շատ։ Դրա համար մեկ մտածում ես, որ դու առաջի հերթին Հայաստանում կոնկրետ նկարում ես քո համար, բայց միջև երբ, հասկանում ես, որտեղ նկարիչը պիտի ադաչա ունենա, նկարիչը ստիմուլ պետք է ունենա, հասկանում ես, երբ որ ես գիտեմ նկարիչներ, չեմ ուզում անունները տամ, որոնք այդ վիճակից, որ իրանք ասենք չեն վաճառվել, կամ ասենք բան չի, իրանք սկսում են կամ դաս տալ, կամ ինչ-որ բան անել եւ հեռանում են արվեստից, կամ ընդհանրապես հիասթափվում են, որտեղ ոչ մի ադաչա, ոչ մի բան չկա, որ իրանք շարունակեն նկարել, դա շատ կարևոր է։ Հասկանում ես, եւ գնումը, եւ հետաքրքրությունը դեպի արվեստագետը, երբ որ դա չկա, սպառվում ես, դու ես սպառվում, ոչ թե քո արվեստը, այլ դու ներքին սպառվում ես։ Իսկ որը կլիներ լավագույնը, ասենք, եթե ձեզ տրվեր այդ արվեստի դաշտը կազմակերպելու, կառավարելու
հնարավորությունը։ Նախ առաջի հերթին ես նկարիչներին ամեն ամիս կվարձատրեի, որտեվ նկարիչին շատ դժվար է, ներկերը շատ թանկ են հիմա, կտավները շատ թանկ են, ամեն մեկը չի կարա։ Ընդհանրապես այդ պրակտիկան կարծեմ Եվրոպայում կա։ Եվրոպայում իհարկե կա, Եվրոպայում ես քեզ մի հատ ծաղալու բան պատմեմ, կովիդի ժամանակ, ուրեմն դե ինչ որ օրգանիզացիաներ ինչ որ գումար էին, չէ, հատկացնում, որ չէին աշխատում մարդիկ, մի օր Հելինու Ռումելյանը զանգում է, այ չգիտեմ ուր է իր զանգում, ինչ որ միտեղ, որտեղ որ ասեն կարա իր իմանայր, քեզ հասնում է ինչ որ մի նպաստ, ու ասում է ես նկարիչ եմ, սենց վիճակ է, կովիդ է, ես նպաստ, ասում եմ, ու այդ ում հետ ինքը խոսած, ասում է, բայց մենք չէինք մտածել, որ արվեստագետին էլ է պետք նպաստ տալ։ Հասկանում ես, իսկ առաջի հերթին արվեստագետին է պետք նպաստ տալ։ Եվ դուք կտայիք նպաստ։ Այո, եւ նպաստ կտայի, եւ ժամանակակից արվեստի թանգարան կկառուցեի, նորմալ, վերջապես մեծ, հասկանում ես, որտեվ նայ մենք միակ բանը ինչով կարող ենք ներկայանալ այլ երկրներին, դա մեր արվեստն է։ Եվ մենք իսկապես ուժեղ արվեստ ունենք, կերպ արվեստ։ Հասկանում ես, ու սենց կորի, այսենց որ ոչ ոք շարժում չլինի, ափսոսը։ Ափսոս, օրինակ հիմա որ ես նայում եմ այս նոր սովորող երեխեքին, որոնք կամ թերլեմեզա, մեղքս գալիս են, ինչ է իրանց սպասվում, այս կոնկրետ ստեղ, ոչ մի բան, ոչ մի ապագա չեմ տենում այս երեխեքին։ Գուցե հետագայում ավելի լավ պայմաններ ստեղծեն։ Դե եթե լինի Նազելի ջան, ես շատ ուրախ, բայց ես քո նման օպտիմիստ չեմ արդեն։ Մոկո դուք արդեն բարձրաձայնեցիք, գուցե մեզ լսողները ինչ որ պահի մտածեն, բայց առաջի անգամ չեմ ասում։ Ոչինչ, գուցե որևէ մեկ ավելի լրջորեն սկսի այդ ասածների մասին մտածել, ես շատ հուսով եմ, որ Ասվածա թեկուս հիմիկվա սերունդին, ասեք լավ մենք արդեն անցան գնացինք, մեզանից մեծերը ընդհանրապես անցան գնան։ Շատ լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, հաղորդումն ավարտվում է։ Դուք ամենասկզբում ասացիք, որ շատ կարևոր է ձեզ համար ձեր գործերը կողքից նայելու, նախ եւ առաջ ու գնահատելու։ Այ ինչ տեսակ կողքից նայելով, որ չտեսակ արվեստանոցում։ Անզուս բան ասեմ, շատ դուրս եկավ։ Եվ լուսավորությունը գործերի ոնց էր, եւ ընդհանրապես նույնիսկ քեզ մի բան ասեմ, դե արձագանքները շատ լավն էին եւ շատ մարդիկ զարմացած էին, որ ես կարողացել եմ կին հալով ոնց կոպիտ ասած այսքան բան անել։ Ես ինքս sense հպարտություն էի զգում իմ մեջ ու ցավալին մենակ էր, որ հայրիկս չի տենում։ Դա շատ ցավալի էր, որտեվ հայրիկս եթե մտներ տենար, իհարկե իր համար կլներ դա։ Գուցե տեսնում է վերևներից եւ հովանավորում է ինչ-որ իմաստով ձեր արվեստը։ Հույսանք որ տենց բան կա։ Չէ, ես շատ ինձանից ոնց որ առաջի անգամ, որ շատ գոհ եմ։ Իսկ հետագան պատկերացնում եք ինչ է լինելու, նոր ցուցահանդեսներ կան, ծրագրեր, թեկուզ դրսում։ Հայաստանում ոչ, երկարվաղ չեմ անելու։ Իսկ դրսում դա գիտես ոնց է, էլ դա էլ է սպոնտան, մեկ էլ ինչ որ կարա առաջարկություն լինի, կարող է ես մեկ էլ ինչ որ որոշում անեմ։ Ես շատ կուզեի Մոսկվայում անել, բայց Մոսկվան հիմա այն վիճակում չի, որտեղ որ ես կարող եմ։ Ընդհանրապես վիճակը Մոսկվայի հիմա թե չէ ես կուզենայի մի հատ Մոսկվայում անել։ Իսկ տենց չգիտեմ, բայց Հայաստանում երկար վաղ արդեն չեմ անի։ Կարող է էլի մի 10 տարի եթե ողջ մնանք, մի 10 տարի հետո էլի կանեմ։ Չգիտեմ։ Շատ լավ, թերևս այսքանը շնորհակալություն, սիրելի ռադիոլսողներ, եթե դուք Աբովյան փողոցով պատահական անցնելուց լինեք, Կինո Մոսկվայի մոտով, Կինո Մոսկվայի տարածքում նկարիչների միություն մտեք եւ նայեք միջև ամսի 30-ը, 29-ը վերջի օրն է։ Այո, 29-ը վերջին օրն է, մայիսի 29-ը եւ քիչ ժամանակ կա, մտեք նայեք abstract արվեստը եւ փորձեք ընկալել, հասկանալի վերջո ինչ է ուզում ասել հեղինակը այդտեղ, ինչ տրամադրություններ է հաղորդում։ Շնորհակալություն Մոկո։ Սիրելի ռադիոլսողներ, ես հյուրընկալել էի նկարիչ абստրակցիոնիստ Մոկո Խաչատրյանին, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն